Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, անցնենք մի փոքր անդրադարձ արտաքինին, հետո արդեն կանցնենք ներքին իրավիճակներին, որտեղ որ կարծես փոխհրաձգությունները մտել են ակտիվ փուլ։ Մարտի 18-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ընդունել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի գլխավորած պատվիրակությանը։ Ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն զարգացող հարաբերությունները, ընդգծելով, որ սա այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ ԵՄ հանձնակատարի այցն է Հայաստան, ինչը վկայում է ակտիվ եւ արդյունավետ համագործակցության մասին։ Անդրադառնալով Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացին, նախարար Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մայիսին կստանա առաջընթացի գնահատման վերջնական զեկույցը եւ վստահություն հայտնել, որ երկուստեղ կարձանագրվեն գոհացուցիչ արդյունքներ։ Մայիսին, այսինքն տեսեք, եթե այ ընդդիմությունը ստեղ է շտապում, էլի, ու այս մեր շուշաթուղթ լուսաբանողները այդտեղ են իրար խառնված, բանա հաստատ շատ չեն լուսաբանելու, բայց եկեք սա արձանագրենք մայիս ամիսը, ասեմ ինչու, որովհետև հնարավոր է, երբ որ մայիսին ինչ-որ դրական գնահատականներ լինեն եւ ավելի հստակեցված հույսեր, որ ամեն դեպքում դա կարճ ժամանակի հարց է դիտարկվելու, հանկարծ թույլ չտանք, որպեսզի այս իրենց ընդդիմադիր հռչակած խուլիգանական ուժերը փորձեն դա հասարակությանը, հանրությանը ներկայացնել որպես այն նախընտրական, չգիտեմ ինչ, որովհետև կառավարությունը շարունակելու է աշխատել այն ճանապարհով, որով որ աշխատել է այսքան ժամանակ, եւ Եվրամիությունը այնպես չի, որ սպասում է նախընտրական բանի դեմ ինչ որ ձեռք մեկնի, ոչ, սրանք process-ներ են, որոնք աստիճանաբար զարգանալով եկել են։ Ոնց արեցին կենսաթոշակի պարագայում։ Դե ընտրություններից առաջ դա ավելի շատ բան է, այդ ընտրակաշառք է դիտարկվում, քան կենսաթոշակ։ Այ ընտրությունները դրա համար են բարձրացնում։ Ընտրությունները դրա համար են այսինչ գործ անում։ Բա 5 տարի ինչ էին անում, գործ չէին անում էին։ Նույնն է այս աշխատանքները տևական ժամանակ արվել է, շատ խորքային, քրտնաջան աշխատանքներ արվել, իհարկե մեր կողմից բավականին տեմպերի դանդաղ ընթացք եղել է, դա էլ երևի կապված է անփորձության հետ դեռևս, որովհետև այո Հայաստանում ցավոք սրտի ինչ լավ բան արվում է, առաջին անգամ է արվում, ու այդտեղ փորձի պակաս կա, լավ բան անելու փորձի պակաս կա, կարող է ասես աբսուրդ է թվում այդ արտահայտությունը, բայց դա այդպես է։ Եվ մայիսին արդեն դրա գնահատման վերջնական զեկույցը պատրաստ կլինի, որը վստահաբար ընդդիմադիրները դարձյալ կորակեն որպես ընտրակաշառք։ Որպես հայկական կողմի գլխավոր բանակցող նախարար Սարգսյանը ներկայացրել է երկխոսության մեկնարկից ի վեր գրանցված շոշափելի արդյունքները եւ վերահաստատել, որ Հայաստանը լիովին հանձնառու է իրականացնել գործողությունների ծրագիրը բարձր որակով եւ ամբողջ ցավալով։ Նախարարն առանձնահատուկ կարևորել է միգրացիայի եւ սահմանների համալիր կառավարման փաստաթղթերի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքները։ Ընդգծվել է Հայաստանի կողմից Եվրոպոլում կապի սպայի նշանակման կարևորությունը իրավապահ ոլորտի համագործակցության համատեքստում։ Սա արդեն դարձյալ կարևոր քայլերից առաջ տանող քայլեր են։ Մարտակոսը գերազանց է գնահատել ներքին գործերի նախարարության եւ անձամբ նախարար Սարգսյանի գործունեությունը ԵՄ Հայաստան վիզաների ազատականացման գործընթացում։ Նա նշել է, որ Հայաստանը վստահելի գործընկեր է Եվրամիության համար, ընդգծելով, որ ներկայումս այն միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն այս ուղղությամբ ակտիվ երկխոսություն է վարում։ Անդրադարձ է կատարվել նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի IRI նախաձեռնությամբ իրականացված հետազոտությունները, ըստ որի ներքին գործերի նախարարության ոստիկանության նկատմամբ եւ հանրային վստահության մակարդակը զգալիորեն աճել է։ Հանդիպմանը քննարկվել են նաև անվտանգության հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու եւ կիբերհարձակումների դեմ պայքարին առնչվող հարցեր։ Ուրեմն IRR-ը, այդ միջազգային ինստիտուտը հարցումներով, իր հետազոտություններով եկել է այսպիսի եզրահանգման, որ ՆԳՆ ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը զգալիորեն աճել է
եւ սա լրջագույն առաջխաղացում է, իհարկե կան խնդիրներ, խնդիրներ, դրանք միշտ են լինելու, գնալով ավելի քչանալու են, բայց միշտ լինելու են նաեւ ժամանակներին հարիր նոր խնդիրներ, բայց գիտեք, ոստիկանության հետ, ինչպես եւ ամենատարբեր ոլորտներում մեր խնդիրները դեռևս անցյալ դարի խնդիրներ են եւ սրանք պետք է հաղթահարենք մենք, որովհետեւ պետական կառույցները հատկապես իրավապահ ուժային կառույցները նրա համար են, որպեսզի ծառայեն ժողովրդին, բայց արի ու տես, որ դեռ այդ համակարգը ամբողջովին մաքրվելու համար դեռ ժամանակ է պետք, իսկապես մեծ ժամանակ է պետք, այնուամենայնիվ մեր ժողովուրդը սկսում է ավելի վստահել, դա լավ է ու հետազոտությունների արդյունքները դրական են։ Նաև այստեղ տեսեք, մենակ այս ուղղությամբ չի, շատ ուղղություններով են հետազոտությունները ընթացքում եւ ես 5 տարի է, որ ասում եք մենք մոնիթորինգի տակ ենք, գուցե այսիշ բանը, այսպես արվենիշ բանը այնպես մի ժողովուրդ ջան զգուշ եղեք ձեր գրառումներում եւ այլն, այ նաեւ սրա համար ենք ասում, որովհետեւ դրանք հետազոտվում են, որովհետեւ ստատուսներ են տրվում, սկսում են աշխատել մեր պետության հետ, բա պիտի ծանոթանան, նոր են ծանոթանում, չէ՞։ Այդ պիտի հետազոտեն, որ նոր հասկանան, կարելի է աշխատել թե չէ, եւ այդ հետազոտությունները տանում են դրան։ Ոչ միայն այդ հետազոտությունները, այլ նաեւ արտաքին հետախուզությունը, մյուսը բոլորը աշխատում են, որովհետեւ այո, Հայաստանի Հանրապետությունը զարգացած երկրների համար նորություն է։ Ինչքան էլ սա կարող է զարմանալի հնչի, բայց այո, նրանք չեն ճանաչել Հայաստանի Հանրապետությունն ինչա։ Թղթով ճանաչած է Հայաստանի Հանրապետություն, անկախություն եւ այլն, բայց երբեւե չեն աշխատել։ Հիմա նոր են սկսում աշխատել ու տեսնում են, որ չէ, լավ էլ երկիր է, կարելի է աշխատել ու ոչ միայն կարելի է աշխատել, անգամ իրենք են բաներ նախաձեռնում, որովհետեւ իրենց հետաքրքիր է եւ այլն։ Ինչը որ մեզ միշտ փորձել են հակառակում ապացուցել։ Եվ այստեղ ռուսամետ էս տիրույթի ներկայացուցիչները շատ ջիգարով, շատ ուժեղ ախորժակով կուլ տվեցին Բելարուսի նախագահային արտահայտությունը, որ ում են պետք հայերը, եւ մի 30 տարի իրենք այդ նույն քարոզը մեզ արել են, որ մենք ոչ մեկին պետք չենք, այ դրա համար մենք ստիպված ենք Ռուսաստանի հետ եւ այլն, բարձվում է, որ ոչ, այնպես չի, որ պետք չենք, ընդհակառակը բոլորին ենք պետք, պարզապես մեզ փորձել են բոլորից թաքցնել եւ այդ բոլորից փորձել է թաքցնել հենց Ռուսաստանը, հասկանում եք, ու հիմա մենք հայտ ենք ներկայացրել ու ստացվում է, որ լավ էլ ստացվում են հարաբերությունները, ստացվում է, որ հետաքրքրությունները բավականին մեծ են, անգամ տարբեր պրոյեկտներ են իրականացում եւ առաջարկներ կա ավելին անելու եւ ամբողջովին մի հարթության վրա նստելու, ինչին որ Ռուսաստանը բնական է խանդով է վերաբերվում եւ իր բաներին, չինովնիկներին ասում է ոնց ուզում եք արեք եւ այո, վարչապետի բրիֆինգը հենց դրա մասին էր, այն որ ասի պարկեք, ասի նստեք, կնստեք, ասի ուպոր լյոժը պրիմյաց, ուրեմն շատ արագ է դա պետք է։ Եվ հիմա ուղարկված են, որպեսզի Հայաստանում այս պրոցեսները կանգնեցվեն, դանդաղեցվեն եւ կանգնեցվեն։ Բայց այս սրանք էլ որ ուղարկված են, ինչ են ասում, եթե գոնե մեկը երկուսը ավելի հստակ մենք գիտենք ով են, ինչ են, բայց մեկը երկուսն էլ կան, որ ասում են, չէ, գիտեք, մենք աշխարհի հետ աշխատելու ենք, բայց ուժեղ ենք աշխատելու։ Սա մի դեգեներատ արտահայտություն է, էլի։ Չէ, անկեղծ ասած ուժեղ բառը լավ բառ է։ Ես սիրում եմ ուժեղ բառը, չտվա չեմ սիրում։ Եվ ուժեղ Հայաստան բանը բառակապակցությունը նույնպես լավն է գրավիչ, այն ուժեղ բան է, շատ լավն է, բայց սրանք արտահայտություններ են, ինչ ենք տեսնում դրա տակ, որն է ուժեղ Հայաստանը ըստ օրինակ Զևիսների, որն է ինչ խոսան չի լինում, իհարկե կարող են սիրուն կենացներ ասել, բայց իրենք նրանք չեն, ովքեր որ կարող են դա ասել ու վստահություն ներշնչել, որովհետև իրանք ժողովրդի հետ կապ չունեցող ուղարկած մարդիկ են մի խոսքով, ու պիտի այդպեսով փորձեն համոզել, էլեկտորատ կուտակել, ֆեյքերով, չգիտեմ, բոտերով, արհեստական բանականությունով, ինչքան է փող պետք խնդրեմ, ինչ հնարավոր է պետք է անեն, որպեսզի փորձեն մի բան կորզեն եւ ամենակարևորը փորձեն հայտնվել դարձյալ խորհրդարանում ինչքան հնարավոր է շատ մանդատներով, որպեսզի եւս 5 տարի ոչինչ չանեն։
Եվ այո, ինչ որտեղ էս իմաստով ես Խուրշուդյանի խոսքին համաձայն եմ, ինքս էլ ժամանակին դրա մասնացել եմ, որ խնդիրը հիմա միայն 26-ը չի։ Սրանով Ռուսաստանը նաև 31-ի խնդիրն է լուծում։ Բայց հույս ունենանք, որ նաև կանցնեն ժողովրդավար այնպիսի ուժ կամ ուժեր, ովքեր որ կկարողանան թե ինչ որտեղ նեցուկ լինել իշխանությանը այս կամ այն պրոյեկտը իրականացնելուց եւ օգտակար եւ այսպես թիկունքին անընդհատ շնչել ու տեմպ հաղորդել process-ներին եւ հասցնել նրան, որ 31 թվին գոնե արդեն այս խոսակցությունները չլինեն, ովքեր որտեղ պիտի լինեն, չնայած վարչապետը բրիֆինգներից մեկի ժամանակ խոստացավ, ասաց, որ նոյեմբերի 8-ից հետո այդ ձեր ասածները չեն լինելու արթնանալու ենք ու տեսնենք, իհարկե դա մի քիչ երևի հունիսի կներեք, իհարկե հունիսի 8 ասվածը կարող է մի փոքր այլաբանական իմաստով էր օգտագործվում, բայց տեսնենք, ամեն դեպքում 21-ին էլ էին այդպես բան խոստացել։ Սա է ըստ էության եւ այո Ռուսաստանը խանդով է վերաբերվում դրան, նա համարում է Հայաստանը իր տարածքը, ոչ թե իր ազդեցության գոտին, այլ իր տարածքը։ Այստեղ տարբերություն կա, որովհետեւ առհասարակ այո դա անգամ ֆիզիկա է, քաղաքականությունն էլ այդպեսին նա մեծ մարմինը քաշում է փոքր մարմնին։ Եվ բնական է, որ եթե փոքր երկիր է եւ տարածքում կա գերտերություն, փոքր երկիրը լինում է այդ գերտերության ազդեցության տակ։ Օրինակ մենք ուզեք թե չուզեք, ընդունեք թե չընդունեք, մենք ռուս, պարսկական, թուրքական ազդեցության տակ ենք եղել միշտ։ Ուզենք թե չուզենք թուրքական ազդեցություն անգամ սահմանների փակ լինելով միևնույն է այդ ազդեցությունը եղել է, որովհետեւ այդտեղ մեծ տերություն է, մենք փոքր պետություն ենք։ Բայց հրա վրա միշտ աշկ են փակել, որպեսզի կարողանանք դիմակայուն լինել մշակութաբանական առումով, լեզվամտածողության առումով, պետք էր ինչ անել, այո, կառուցել դպրոցներ, որակը փոխել կրթության, ունենալ ազգային գաղափարախոսություն, ծրագրեր, բայց ցավոք սրտի մենք գիտենք իժա ընդհակառակ մենք մշակութաբանական առումով ամեն ինչ քանդուկ հարապարեցինք, բերեցինք այդ նույն թուրքական կրկլոցները դարձրեցինք հայկական ռաբիզ անունը դրեցինք, դրա տակ մի ամբողջ սերունդ մեծացրեցինք, անգամ շատերին բան արվեստի վաստակավոր գործչի մեդալյոններ տվեցին ժամանակների կառավարությունները, այսօրվա իշխանությունն էլ չնայած նման մի երկ կա, որ թրենդ է դարձրել շշուտա դրա տակ պարում ինչը իմ դժգոհությունը անձամբ շարժում է, այտենց մի հատ կա չէ երկ ուր որ գնաս հետ կգամ, մի խոսքով դրան դեմ եմ, ինչին դեմ եմ, կարելի է լսել կարելի է, բայց տենց հանրայնացնել, առաջնային դարձնել, չի կարելի, պետք է հետևողական լինել։ Ու մնացինք այնպիսին, ինչպիսին մնացինք շատ ավելի գավառական իրավիճակում ու հանկարծ հայտնվեցին իշխանություններ, որոնք փորձում են հիմա այս ամեն ինչի միջից դուրս բերել եւ արդեն ռեալ շոշափելի արդյունքներ կան, այստեղ հայտնվեցին ուժերը ու ասացին, որ գիտեք ինչ, ոնց որ լավ չեք անում, այս կողմ եկեք մենք կանենք։ Ուժեր, ովքեր որ իրար հետ փոխկապակցված են եղել, եթե Նարեկը կարծում է Կարապետյան կամ Սամվելը Կարապետյան, որ իրանք նոր ուժ են, սխալվում եք, դուք բոլորդ էլ նախկին եք ու հին եք, ու բոլորդ էլ ունեցել եք ժամանակ գալու։ Երեք ես աշկովս ընկավ Պետրոս Ղազարյանի հաղորդումը հարցազրույցը, եթե կարելի է դա հարցազրույց համարել, իհարկե խնդիրը Պետրոս Ղազարյանը չէր, այլ հարցազրույցի մյուս կողմը, որը հանդիսանում էր Գեգամ Մանուկյանը, ով թղթերի տրցակով եկել էր, ինչ հարցը գոնե մի հարցի չպատասխանեց։ Ինչ հարց տվեցին, պտտվեց, ասում գիտեք ինչ համեմատականով չի, ախր սենց պիտի արվի, մի մտքի գիգանտ, չգիտեմ, չուտես չխմես, նայես նստես, լսես ինչ է խոսում Գեգամ Մանուկյանը, նոր բաներ ասում, մեկ շռնդալից հերթականությամբ, ուղղակի այդ տղային երևի գնահատող չկա։ Գեգամ Մանուկյանին հուշեմ, որ որքան էլ փորձեք խուսափեք անցյալից, չի ստացվելու, հարգելիս, չի ստացվելու։ Ընդ որում դու շատ կարևոր հարցերի չպատասխանեցիր։ Ոնց եք դուք առաջարկում ապագա բառն օգտագործելով ով է օգտագործում Ռոբերտ Քոչյանը դուք պատկերացնում եք ապագա բառն է օգտագործում իրար հետ կապ չունեցող առողջություն չունեցող բան էլի հա դիզոնանս առաջանում էլի խփում ականջիդ էլի հա
Այնպեսի կարևոր հարցերի չպատասխանեցիր Գեղամ Մանուկյան, ինչպեսին նա լրագրողների վրա Քոչյանի ժամանակ ճնշումներ եղել են, թե չէ։ Դու ինքդ այդ ժամանակ աշխատել ես հեռուստատեսություններում։ Ամեն ինչ արեցիր, որ չպատասխանես։ Ամեն ինչ։ Դա աշխարհի ամենավատ բանն էր։ Դուք անազնիվ եք։ Դուք ժողովրդինը չեք հասկանում, այ հենց դրանով ժողովրդինը չեք, որովհետև դուք անազնիվ եք։ Չէ, ես չեմ ասում քաղաքականության մեջ ամեն ինչը պետքա պարզ դնել, sense ցուցադրել, բնական է, այնտեղ պետքա մանևրելու համար որոշ խաղակարտեր փակ պայել, այս կողմեն կողմ փորձել այսքան ներկայացնել լավ բանը, իսկ վատ բանը փորձել այսքան ներկայացնել, այդ սա հասկանում ենք։ Բայց շփումը պիտի լինի ազնիվ։ Եվ կոնկրետ sense մեխեր կան, որոնց վրա հարվածելուց դուք պիտի իմանաք ինչ ձենա գալու։ Հիմի լրագրողների վրա հարձակումներ եղել են, թե չէ, ճնշվածություն ունեցել են, թե չէ, ոչ մի ձենձուն, ապօրինյա հարստացել իրենց առաջնորդը, թե չէ, ինչ եք ասում, այսօր դուք գիտեք, այսօր չգիտենք, դու քոնը ասա հələ, քոնը ասա, ինչ գիտենք, ինչ չգիտենք, մենք չենք հարցնում, որպեսզի քեզանից իմանանք, չէ, մենք հարցնում ենք, որպեսզի տեսնենք քո դիրքորոշումը այդ ամեն ինչին, թե չէ որևիցե մեկի համար նորություն չի, թե ինչ է եղել Քոչարյանի ժամանակ, ինչքան թվարկես քիչ է լինելու, հասկանում ես, վատ բաները ինչքան թվարկես քիչ է լինելու, բայց ուզում ենք քո դիրքորոշումը իմանալ, դու ոնց ես ընկալում այդ ամեն ինչը, դու համաձայն ես այդ ամեն ինչին, թե չէ, դու ինչպիսինն ես, որն է քո տեսանկյունը, դու անկեղծ ես, թե չէ, դուք չեք կարող, դուք վախեր ունեք, իսկապես վախեր ունեք, դուք ներկայանում եք ուժեղ, բայց այնպիսի բաներից վախեր ու կոմպլեքսներ ունեք, որ սարսափելի է տեսնել հասուն մարդու մոտ դա, օրինակ ես չունեմ ոչ վախեր, ոչ կոմպլեքսներ, ես հենց հիմա քննադատելու, ինչը որ երեկոյանի միջալուց իմ YouTube-յան կանալով արել եմ, բանի, Նիկոլ Փաշինյանի Արայով խոսելուն, չունեմ ես այդ կաշկանդվածությունը, որովհետև դա վատ է, պետական գործ չի պարագայում, վատ է, այնպես նորմալ է, հասկանում եք, իմ պարագայում էլ է վատ, բայց իմ պարագայում գոնե ինչ որտեղ կարող է ուտվի, չնայած էլի վատ է, որովհետև հանրային մարդ եմ, որովհետև մեկը ասի, բա դու էլ ես Արայով խոսում, ես ասում եմ, հա, երբեմն ես ունից դուրս եմ գալիս, ու այո, վատ է, որ դուրս եմ գալիս, բայց ամեն դեպքում ես դեռ հանրային մարդ եմ, որը հաստատ ավելի տարբեր է, քան պետական գործիչը։ Ես այստեղ կարող եմ խոսալ, ու ոչ ոք չի կարող ինձ խանգարել։ Ոչ ոք չի ասելու, ես ինչ ոնց բան։ Օրո։ Իսկ ձեր պարագայում դուք չեք կարողանում ձեզ թույլ տալ գոնե ինքնակնդատական նախադասություն հնչեցնել։ Ինձ մոտ տպավորություն է, որ դուք հենց այս կոմպլեքսով գիշերը լավ չեք քնում։ Ամեն գիշեր պարկելուց ասում ենք, լավ, բա չունենենք հնարավորություն այս մի բանը արտահայտվենք։ Ունեք արտահայտվեք Հայաստանի Հանրապետությունում լեզվի, խոսքի, մտքի, խղճի ազատություններ են։ Օգտվեք այդ բարիքներից։ Օգտվեք, վերափոխվեք, տրանսֆորմացվեք, մարդ եղեք։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Ուրեմն վարչապետը երեք շատ ուժեղ տրոլինգի ենթարկեց, երեք էլ այսօր էլ շարունակում է, ասում է, բանը, դե որ տենց ուժեղ եք մտքով, մտավոր իմաստով, կարող եք առանց կողմնակի հուշման բան, առանց արհեստական բանականությանը դիմելու եւ այլն, դուրս գաք ու ասեք, որ նա Իսպանիայի մայրաքաղաքը։ Ես իսկապես վստահ չեմ, որ տես կարային միանգամից պատասխանեն հատկապես այն երկու օլիգարխները, բայց կարծում եմ Իսպանիա անունն էլի զուր չտրվեց այդքան երկրների մեջ։ Այսօր մեկ այլ տրոլինգ արել։ Այսօր էլ ասում է, բալա, կարող եք առանց, եթե ուժեղ եք այդքան, կարող եք ասել, կարող եք առանց կողքից հուշելու, կողքից օգնության գրել արհամարել բառը ու առնվազն 2 տառասխալից պակաս եթե անեք, ուրեմն կընդունեմ, որ ուժեղ եք։
Ես վստահ եմ, որ դա էլ չեն կարող անել, անգամ կողքից հուշողները հիմա երևի մտածում են, մտել են մի հատ ուղագրական բառարար են Google-ում տենան, տեսնեն որն է ճիշտ, որը սխալ, եւ այո, այս խնդիրը կա, իսկապես կա։ Այն մյուս կողմից էլ որպես պատասխան ինչ են անում, հա, դու վախենում ես, այ մի վախեցի, մենք այ չվախենաս, բա վուդու են անում, էլի, դստել են, մի հարց են տվել, հարց են պատասխանեք, ինչ եք փախնում, չէ, ես հասկանում եմ, որ ձեզանից պետք չի ակնկալել, որ դուրս գաք ասեք Իսպանիայի մայրաքաղաքը Մադրիդն է, հատկապես եթե ձեր մեջ լինեն Բարսայի երկրպագուներ, առհասարակ այդ բառը մայրաքաղաքի անունը չեն տա, բայց կամ նույնը արհամարելը չեն նստելու եւ ասեն, բայց գոնե ձեզ շանս է տված, տեսեք, դուք չեք էլ պատկերացնում, դուք հիմա մտել եք թշնամություն անելու դաշտ։ Եկեք ես ձեզ հուշեմ ինչ է անում հիմա Նիկոլ Փաշինյանը։ Սա ասած քանի որ միևնույնն է դուք չեք լինելու ազգային ժողովում, դուք չեք լինելու իշխանություն, եկեք ձեզ մի քիչ էլ ես օգնեմ այս իմաստով։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը հիմա ձեզ ակտիվացնում է։ Ձեզ հրավիրում է քաղաքական մարտի դաշտ։ Դուք չեք մտնում այդ մարտի դաշտ։ Ну վախենում եք կամ չեք հասկանում։ Դա Նա առաջին իր եթերով դրած ձեզ հետ հիմա օրինակ, եթե ես լինեմ կուսակցություն, այսօրվա դրությամբ կան, չէ, արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր կան։ Եվ նորմալ է, որ բոլորը բոլորի հետ ունենալու են գաղափարախոսական, լեզվամտածողական կոնֆլիկտներ։ Ձեր պարագայում չէ։ Ձերը կոնֆլիկտը նաև հանցագործ որպես բան ուղղություն էլի հասկանում եք քաղաքականություն բառը ու դուք ոչ մի ընդհանուր առնչություն չունեք բայց ես ձեզ փորձում եմ օգնել սա արդեն քաղաքականությունն է հենց հիմա Փաշինյանը այս ռիլերով ձեզ փորձում է մի հատ ստուկ բան անցնել էլի սա թեթև քաղաքական բան առաջացնել էլի Դուք նստել եք, դու մի վախեցի, դու վախենում ես, դու գիտես բաներ ես անում, չի կարելի, մտեք խաղի մեջ, համարձակ մտեք, նայեք, հիմա եթե ես լինեի օրինակ արտախորհրդարանական ընդդիմություն, ով ասենք դու բնական չէ, որ ցանկացած ընդդիմություն հայտ է ներկայացնում հեսա ընտրություններ են, ու եթե վարչապետը այդպիսի մի հատ ռիլ աներ, կառավարող իշխող ուժն է, բոլորը պայքարում եք նրա դեմ, չէ, դրանից թույն հնարավորություն չէր լինելու ցուցադրել իմ քաղաքական դիմակայունությունը, դրանից ավելի հիանալի, էդի գիտեք ոնց, այդ մեկին շատ էլ խնդրես այդպես հնարավորություն չի տա, էլի, հասկանում եք, հենց հիմա առաջարկը կա, դուք փոխանակ մտնեք այդ խաղի մեջ ու ցուցադրեք ձեր դիմակայունությունը քաղաքական ինչով որ ժողովրդին նույնպես ցուցադրելու եք որ այս անգամ դուք եք արժանի չէ որ դուք չեք աշխատում Փաշինյանին ընտրող էլեկտորատի վրա դուք աշխատում եք այս կողմը քիչ են 21 թիվը դա ցույց տվել է հիմա դուք պիտի փորձեք նաև Փաշինյանին վստահողներին չէ ապացուցել որ իրենք սխալ մարդու հանդեպ ունեն վստահություն չէ Տեսեք, Միացյալ Նահանգներում ընդամենը երկու ուժ են, երկու կուսակցություն են։ Մեկն է կրում, այն մի քանի տոկոսի վրա աշխատում են, որովհետև մեկն է կարողանում այստեղ համոզել այստեղից մարդ տանել, մեկն է կարողանում այստեղ համոզել այստեղից մարդ տանել։ Հիմա այդ առաջարկը կարելի փորձենք ով ումից ինչ կտանի, իսկ դուք վախենում եք մտնեք։ Որովհետև դուք քաղաքական դիմակայություն չեք կարող ցուցաբերել։ Դուք վախենում եք ձեր ունեցած էլեկտորատն էլ կորցնեք։ Այն որ օթից բռնել եք, խափելով, բան անելով, ականջները լցնելով, բա գիտեք, սենց, այդ դրանով որ լցրել եք ականջները, վախենում եք դա կորի։ Որովհետև լավ, 5 անգամ չեն նայ Փաշինյանը ձեր հետ ինչ անում, 10 անգամ չեն նայ, 20 անգամ չեն նայ, 30-րդ անգամ կնայեն, չէ։ 100-րդ անգամ ականջներով կընկնի ու իրենք հարց կտան, չէ, բայց իսկականից մի րոպե։ Չէ, սենց կլինի։ Եվ դուք չեք մտնելու այդ դաշտ։ Դուք շարունակելու եք այն փուճուրիկ բանը, էլ որ վուդու անել են, որ մի վախեցի, սենց բաներ եք անում, լուրջ եմ ասում։ Արդեն դրա այդ տպավորությունն է, որ նայում ես։
Հիմա ես ձեզ ներկայացնեմ համառոտ ուժի մասին, հա, օրինակ։ Արտուր Հովհաննիսյանը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար։ Այսօր հանձնաժողովի նիստից ոնց հասկացա այնտեղ հանդիպում ա եղել նախարարի հետ, հետո այս հետևյալ գրառումն ա արել։ Սա ուժի ցուցադրում է։ Այս սա ինձ համար որպես քաղաքացի ուժի ցուցադրում է։ Նայեք։ Առաջինից 4-րդ դասարանի երեխաները դպրոցական սնունդ ծրագրի շրջանակներում այս տարվանից անվճար եւ բալանսավորված սնունդ կստանան ոչ միայն մարզերում, այլ Երևանում։ Հաջորդը, սա գիտեք, չէ՞ ինչ կարևոր ծրագիր է, ինչքան մեծ։ Ընդ որում երեխաներին, այո, այդ բան անցած սնունդ, ասենք փորձաքննություն անցած, այսինքն ինչա կարելի, որքան է կարելի կալորիականությունը մյուսը, որը որ ծնողները կարող են լավ չիմանալ, իսկապես կարող են լավ չիմանալ։ Այս իմաստով բավականին անհրաժեշտ է։ Երկրորդը, 300 դպրոցի կառուցումից հետո դեռ առնվազն 800 դպրոց էլ պետք է կառուցենք։ Չէ, սա ես կարծում եմ նախընտրական բան չի, խոստում չի, այլ որ դեռ 800 դպրոց կա Հայաստանում, 800 դպրոցի պահանջարկ դեռևս կա, այսինքն իրենք ինչքան արդեն նախընտրականի ժամանակ կներկայացնեն, չգիտեմ, բայց այդքանը պետք է հասկանանք, որ կա կառուցելու դեռևս, հասկանում եք։ Այս ինձ համար ուժի ցուցադրում է։ 300 դպրոց, որը կառուցվել է, կամ կվերջանան, մարդիկ դիտարկում են նաև այդ 800-ը։ Իսկ մենք տեսել ենք հակառակ, ընդ որում, տես նարեկ, պապիկդ, եթե չեմ սխալվում, մանկավարժ է եղել։ Լավ, Սերժ Սարգսյանի ժամանակ դպրոցների այդ իրավիճակը, գիտեք, գոնե ընտանիքում վստահ, ես առհասարակ այն ընտանիքներում, որտեղ որ մանկավարժ է եղել մեկը, ինձ համար այդ ընտանիքը, այդ ոնց որ տարածվի ամբողջ ընտանիքի վրա, հասկանում եք։ Ես իսկապես փորձել եմ դրական վերաբերվել, էլի։ Փորձել եմ, չի ստացվում։ Բայց հիմա պապայի ժամանակներում, հոպարի տնկերոջ Քոչարյանի ժամանակներում հետ տանը չեք խոսել, ես ինչ այս դպրոց չկա գյուղերում եւ այլն։ Սենց բաներից չեք խոսել։ Մենակ բարերարների միջոցով փորձել մեկը, երկուսը կառուցել, այն էլ արանքը փոխկպցնել, լափել։ Հետո այդ նույն բարերարները սփյուռքահայ կան տեսնեն, թե ինչքան եք լափել։ Մատ էլ այդտեղ մանտրաշեն կնեն, գնան ու էլ ասեն էլ սրանց հետո ոչ։ Այսինքն պետությունը որտեղ է եղել այս ամեն ինչի մեջ։ Ասեմ որտեղ է եղել, պետության ներսում եղել են ներթափանցած անձնավորություններ, ովքեր որ գողացել են երեխեքի փայը, երեխեքի կրթությունը, երեխեքի բաժին կրթության իրավունքը։ Հասկանում եք դուք։ Զզվանք չեք ապրում դուք։ Ու հիմա, ու այդ ժամանակներում ձեզ պետք չի եղել գալ, փրկել, ուժ ցուցադրել։ Կամ ցուցադրել եք, իմիջիայլոց ցուցադրել եք, վախի ուժը։ Այդ եք ցուցադրել։ Ինչ եք խոսում այսօր։ Այս սա է ինձ համար ուժի ցուցադրումը։ Ես այստեղ ունեմ մի խնդիր։ Գնալ, ուսումնասիրել, եթե որևիցե մի դպրոց ճիշտ չարվի, ինչ բանը կամ ինչ բանը, դա քննադատել։ Բայց ես չեմ կարող արածի մասին չխոսել։ Մարզային համայնքներում եւ երրորդը, մարզային համայնքներում կառուցվում եւ վերակառուցվում են մշակույթի տները, որոնք նաեւ սպորտային կյանքի կենտրոն են դառնալու։ Ինձ ցույց տվեք այդ 30 տարվա մեջ մի հատ մշակույթի կենտրոն, մշակույթի տուն, որ կառուցել եք։
Հայաստանի Հանրապետությունում։ Այ հաղորդման սկզբից ինչ էի ասում։ Դուք մշակութաբանական ցեղասպաններ եք։ Ոնց կարող եք դուք ցույց տալ, որ մշակույթի տուն եք կառուցել։ Դուք կարող եք մաքսիմում ցույց տալ, թե քանի մշակույթի տուն եք վերածել հանրային զուգարանի։ Դուք ես չեմ չափազանցնում սա։ Չեմ չափազանցնում։ Ես կարող եմ տանել ու ցույց տալ ձեզ, մինչև այսօր կան այդպիսինները։ Բայց վերածելուց հետո հանրային զուգարանի վերածելուց հետո ինչի եք թույլ տալիս, որովհետև պետքա հետո մարդիկ ասեն, լավ, դες ինչ է, վերածել եք հանրային զուգարանի, են մեկն ասի ախպեր, դե ես օրինակ կարող եմ էդի սեփականացնեմ, մաքրեմ, գոնե մի բան սարքեմ, կլինի դե ժողովուրդը չեն ասի չէ։ Այ դրա համար եք թույլատրել, որ մասնավորեցնեք մշակույթի տները։ Սա ինձ համար այն ուշադրությունը եւ նախաձեռնված բանը, որ կա արդեն, այդ նախաձեռնությունը արդեն ինձ համար լրջագույն ուժի ցուցադրումը։ Եվ ցանկացած adekvat քաղաքացու համար դա է ուժի ցուցադրումը։ Իսկ դուք գնացեք փորձեք 30-ը ժիմ անեք, ինչպես ասում էր վարչապետը։ Դուք մենք այնքան էլ լավ իրար չենք հասկանում ոնց որ։ Մարզիկների հետ եք այսօր շփվում։ Հա մենք գանք սպորտը չգիտեմ ինչ անենք, լուրջ եք ասում։ Համակարգված աշխատանքը դա է, իսկ եթե վաղնել էլ դուք չեք օրինակ, էլի պիտի 0-ից սկսենք սպորտը բարձրացնել։ Առհասարակ ժողովրդավար երկրներում Պուտինի նման 30 տարի չեն նստում, էլի աթոռին ու տեղի չշարժվում, դա դառնում տանում է լճացում եւ կործանում։ Ընդ որում երբ որ բռնապետ է։ Փոփոխվում են իշխանությունները, իշխող թիմերը։ Եվ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ որ ժողովուրդը հասկանում որ էս էլ է Իրանը, այ հիմի կարելի է սա սրանով փոխարինել, բայց տեսնենք իրենք ինչ են առաջարկում։ Բայց դուք ժողովրդինը չեք, դուք չեք կարող փոխեք։ Ժողովուրդը դա թույլ չի տա։ Ու եթե հանգարց դուք գաք էլ, չէ՞ որ եթե դուք ժողովրդի մասին եք մտածում, ուրեմն մի օր պիտի փոխվեք։ Բա ո՞նց եք վերցնում անձնական բանի տակ սպորտսմեններին, հովանավորչության տակ։ Անձնական հովանավորչության տակ գործող սպորտսմենը, մարզիկը պետության դրոշն է բարձրացնում։ Ոչ, պետության դրոշը բարձրացնող մարզիկը պիտի պետության կողմից երաշխավորված լինի։ Պետության հովանու տակ պիտի լինի։ Իհարկե դուք սա չեք ընկալի, որովհետև այս իմաստով ուժ չունեք։ Շարունակելով թեման, երեք կառավարությունը շատ կարևոր որոշում ընդունեց նախկինում սահմանամերձ բնակավայրերի համար բնակարանների կառուցման ծրագիրը կամ հանրության մեջ առավել հայտնի 16 միլիոնների ծրագիրը ընդլայնելով այն գյուղական բնակավայրերի համար, որտեղ կառուցվել են կամ կառուցվում են կրթահամալիրներ եւ դպրոցներ։ Ընդ որում բնակարանի կառուցման աջակցությունը տրվում է կրթահամալիրի սպասարկման տիրույթի բոլոր բնակավայրերի համար։ Այդ մասին Facebook-ում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Սա իր հեճուկս բոլոր այն անհեթեթ պնդումների, որ կրթահամալիրների ձևավորումը կդատարկի գյուղերը։ Ուղիղ հակառակը կրթահամալիրները կառուցում ենք ու աջակցում, որ մարդիկ իրենց իսկ գյուղերում տուն կառուցեն, բնակվեն, իրենց երեխաներն էլ հենց այդ բնակավայրերում մնալով ամենաարդիական ու հագեցած պայմաններում լավ սովորեն, որ լավ ապրեն, նշել է նա։ Լավ սովորել, լավ ապրել լոզունգին ինչ որ մի օր անպայման կանդրադառնանք։ Այդտեղ մի փոքր խնդիր այնուամենայնիվ կա, բայց գալով է սահմանամերձերին։ Այո, գիտեք, ես մի քանի տարիներ անընդհատ մտածել եմ Երևանից դուրս գալու մասին։
Ընդ որում չեմ մտածել Երևանամերձ տարածքներ, անընդհատ ասում եմ, ես ուզում եմ այդ հեռու գյուղ գնամ ապրեմ, դեռ այն ժամանակներից, բնականաբար իմ ընտանիքի անդամները մշտապես դեմ են եղել, կինս առհասարակ, երեխաները բա որտեղ են սովորելու, ճիշտ էր անում, ճիշտ ասում, ու անընդհատ ոնց որ չուզելով ապրել եմ Երևանում, ու երբ որ մի քանի տարի շրջում էինք Արցախով, ազատագրած տարածքներով, որոնց Քոչարյան Ռոբերտը օկուպացված էր համարում, այ հենց այդ տրամաբանությամբ էլ բանակցում էր, ես ոնց որ աչքի տակով անընդհատ ինձ բռնացնում է ամենալավ գյուղը գտնելու վրա, էլ այդ բանի մեջ, ու գիտեք գտա, եւ այդ գյուղը Աղավնատուն, եթե չեմ սխալվում, կամ Աղավնաձոր, ներողություն, որ չեմ հիշում, Արցախում, բայց բանը չէ, այդ Ջերմուկի կողմերինը չէ, Արցախում, Քաշաթաղի ուղղությամբ, այդ բանով, Հակարի բանի կողմերից, բարձրանում էր սարերի վերևը։ Երբ որ ես մի օր առաջին անգամ գնացի այդ գյուղ, ասեցի վերջ, ես գտա, էլ ինչ որ փնտրել եմ այսքան տարիներ։ Ցավոք, երկրորդ անգամ չհասցրեցի էլ այցելել, որովհետև կորոնավիրուսը մտավ, ինչին հաջորդեց պատերազմը։ Հիմա ես նույնպես մտածում եմ դրա մասին։ Ես ուզում եմ Երևանից դուրս գամ, որովհետև այսօր ճանապարհները, ենթակառուցվածքները խնդիր չեն, ցանկացած վայրից ցանկացած վայր շատ հեշտ է հասնելը, առանց ավտո ջարդելու։ Գյուղում բոլոր հարմարությունները կան, ես մինչև 18 թիվը, մինչև 20 թիվը, գյուղացիների հետ հանդիպելուց ասում էի, դուք գիտեք, որ այ կարող եք պահանջել, որ այստեղ խաղահրապարակ լինի։ Գյուղի մարդիկ չէին պատկերացնում, որ կարելի է գյուղում լինի խաղահրապարակ, որովհետև գյուղի երեխաների խաղալիքը չէր կարող լինել, ասենք, սղարանը, սենց էր իրաց պատկերացումն են։ Դրա մասին էլ կհիշեցնեմ մի օր ավելի մանրամասն։ Ու ասում եմ, այդպես կփորձենք գյուղը զարգացնել։ Ճանապարհները կա, հիմա դպրոց մանկապարտեզ ավելի լավն են, քան Երևանինը։ Հասկանում եք, հիմա արդեն ոնց որ մի քիչ կակում են ու կստացվի ինձ մոտ։ Չգիտեմ։ Եթե որևիցե գյուղում հնարավորություն լինի, ես մի քիչ ավելի բնություն շատ եմ սիրում, նենց բնությունը ավելի մի քիչ ես սիրով կգնամ ապրելու։ Այդ դա այսօրվա իշխանության ձեռքբերումն է։ Իսկ ձեր հանցագործ գործընկերների ձեռքբերումը, այդ գյուղերը դատարկելն է եղել, որ գյուղում ապրողը մտածի թողնի, հեռանա, տեղափոխվի, ներքին գաղթի ենթարկվի ավելի մեծ կենտրոններ եւ այլն։ Սա է։ Էսի իմ համար ուժի ցուցադրումը, այն ներքին եւ արտաքին արտագաղթ կազմակերպողները վախի ցուցադրումը։ Այնպես որ ինչքան նստեք վուդու անեք, մեկը չի ստացվելու։ Եվ հանրությունը սրա գնահատականները տալու է։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։